Գնեք Սանկերամիկա կամ Լոգարսենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության առաջարկը 25 թվականի օգոստոսի 1-ից 6 ամսով վերանայելու ընկերության սակագնային մարժան, քանի որ առաջարկն ամենևին է նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները, այլ միտված էր ապահովելու վարկային պայմանագրերով նախատեսված ֆինանսական ցուցանիշները։ ՀԵՑ հունիսի 6-ին առաջարկել էր հաշվարկից մի կողմից նվազեցնել էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի շեղումից առաջացած շուրջ 3.6 միլիարդ դրամ լրացուցիչ օգուտը, իսկ մյուս կողմից ավելացնել նախորդ 6 ամսում իրականացված մոտ 12 միլիարդ դրամի ներդրումների ծավալները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզաբանել է, որ եթե նույնիսկ առանձին հաշվեկշռի շեղումը սակագնի վրա ուներ մոտ 0.5 դրամ կիլովատ-ժամ նվազեցնող ազդեցություն, ապա ներդրումների ավելացման դեպքում երկու գործոնի գումարային ազդեցությունը կկազմեր ընդամենը 0.2 դրամ կիլովատ-ժամ նվազեցում։ Հանձնաժողովը նշում է, որ էներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը սովորաբար իրականացվում է տարեկան կտրվածքով, քանի որ միայն տարեկան արդյունքներով է հնարավոր լիարժեք գնահատել ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեությունը եւ ապահովել կայուն սակագնային քաղաքականություն։ Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային տարին չլրացած միայն հաշվեկշռի շեղման գործոնով վերանայումը կլիներ չհիմնավորված նվազեցում եւ ընդամենը 6 ամիս հետո կառաջացներ սակագների կրկին բարձրացման էական ռիսկ։ Հետևաբար հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նպատակահարմար է գտել սակագների վերանայումն իրականացնել տարեվերջին համակարգի ընկերությունների տարեկան արդյունքների հիման վրա, որպեսզի հաշվի առնվեն սակագների վրա ազդող բոլոր գործոնները։ Տաշիր կապիտալ ընկերությունն էլ պատրաստվում է եւս մեկ անգամ դիմել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էլեկտրաէներգետիկայի սակագնի վերանայման եւ նվազեցման պահանջով, հայտնել է Տաշիր Group Holding-ի ղեկավարի տեղակալ Նարեն Կարապետյանը։ Ընկերության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի խոսքով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է նրանց հունիսի 6-ի առաջարկը, նշելով, որ սակագնի վերանայումը նպատակահարմար է իրականացնել տարեվերջին։ Վաղը մենք մեկ անգամ էլ կդիմենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, կցելով նրանց այսօրվա հայտարարությունը եւ կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկն ու իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Իջեցրու սակագինը, պարոն Մեսրոպյան, գրել է Կարապետյանը Facebook-յան էջում։ Նա նաեւ հայտնել է, որ նոր դիմումը կհիմնավորեն հանձնաժողովի վերջին հայտարարությամբ, պահանջելով իրականացնել առաջարկը ու իջեցնել սակագինը։ Իրեւ նախորդին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն էր ազգային ժողովում եւ լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կմնա իր պաշտոնում միայն այն դեպքում, եթե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցնի ընկերության լիցենզիան, եթե լիցենզիան պահպանվի, քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամ Պետրոսյանը ստիպված կլինի լքել պաշտոնը։ Թե ավարտի զրկվելով, ապա ժամանակավոր կառավարչի ինստիտուտը պետք է մնա եւ շարունակի կառավարել այնքան ժամանակ, քանի դեռ հետ փակ բաժնետիրական ընկերության տնօրենը սեփականատերերի հետ բանակցությունները չեն ավարտվի, այդ դեպքում իսկ մյուս սցենարների դեպքում եթե կարճվի, բնականաբար ժամանակավոր կառավարիչը կգնա իրենց տուն կամ իր աշխատանքին, այլ աշխատանքի եւ սեփականատերերը կշարունակեն տնտեսվարել իրենց նկատողության դեպքում։ Ինչ։ Նույնն էլ այդ մյուս Այո։ Այսինքն միայն մի դեպքում կմնա, եթե լիցենզիան դադարեցվի։ Եվ այսպես առաջինի տաղավարում միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ընկերության լիցենզիան կդադարեցվի թե ոչ, պարզ չէ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպյանի խոսքով հայտնի կդառնա նոյեմբերի 18-ին, երբ կամփոփվեն ամիսներ առաջ հարուցված վարույթի արդյունքները եւ որոշում կկայացնեն։ Այսօր հանձնաժողովի նախագահը նաև հրաժարվել է խոսել ընկերությունում իրենց ուսումնասիրություններից, քանի որ վարույթը ընթացքի մեջ է եւ բազմաթիվ հարցեր կան առաջիկայում, վարույթի ընթացքի մեջ կլինեն փոփոխություններ եւ նա այս պահին իրավասու չէ որևէ դիրքորոշում հայտնել առհասարակ վարույթի վերաբերյալ ինֆորմացիա հրապարակել։
Հիշեցնենք, որ հեծի կառավարումը վերցնելու եւ ընկերությունն ազգայնացնելու մասին բարձրաձայնվեց այն նույն օրը, երբ Սամվել Կարապետյանը հայտարարեց ինքն էլ իր ձևով մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը։ Այդ հարցադրույցից հետո գործարարը իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով հայտնվեց ջաղերի հետևում, իսկ նրան պատկանող էլեկտրական ցանցերը վարչապետը խոստացավ պետականացնել։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու է միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, միջազգային տնտեսական իրավաբան Արայիկ Պապյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պապյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Պապյան, օրերս հեծի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու առաջարկ է արվել, սակայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի ընդունել այն եւ քաղաքական այս ամենը ենթատեքստ ունի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքում է դա։ Ինչ է կարծում, որտեղ է ճշմարտությունը։ Տեսեք, որպեսզի ինչ-որ սակագնային փոփոխությունից թվում է այդ հարցը որոշակյուն իհարկե հիմա այս բանը վստահ չեմ կարող ասել, այդ սակագնային փոփոխության մասով օրենքով պետք է նախատեսված լինի ինչ-որ կարգավորումներ եւ որպեսզի սակագնային փոփոխությունը լինի հիմնավոր, պետք է հասանելի լինեն օրինակի համար տարեկան ամբողջական տվյալներ եւ կարծում եմ թե որոշակի տրամաբանական է, թե չկա ամբողջական տվյալներ, ամբողջական տեղեկատվությունը, որը անհրաժեշտ է սակագնի փոփոխություն իրականացնելու համար, ինչպես է այդ փոփոխությունը իրականացվելու եւ ինչքանով է այդ իրականացված փոփոխությունը ճշգրիտ լինելու եւ հետագայում վերանայման կարիք ունենալու, դա կարծում եմ, որ տրամաբանական է, պետք է լինի ամբողջական տեղեկատվություն, ամբողջական հիմնան, բայց միգուցե այնտեղ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կարգավորումներում կամ այդ փոփոխությունները իրականացնելու ընթացակարգում ինչ-որ տեղեր կամ այդ գործընթացները իրականացնելու է առաջարկված տարբերակով կամ չգիտեմ հանրային ծառայությունների որոշած է պետք է սպասել մինչև ամբողջական տվյալներ հասանելի լինեն այդ ժամանակահատվածում նոր փոփոխություն անել կարծում եմ այդտեղ արդեն նեղ իրավաբանական ոլորտ եւ այդ ընթացակարգը կարծում եմ սակագների փոփոխությունը էական բան է եւ չեմ կարծում որ օրենքում որոշակի կարգավորումներ նախատեսված չլինեն դրանց ընթացակարգերի համար եւ նշված չլինեն թե ինչ պարտադիր տեղեկատվություն է պետք ինչ բաղադրիչներ պետք է հասանելի լինեն այդ հանրային ծառայությունների կարգավոր հանձնաժողովը որպեսզի փոփոխություն իրականացնի կարծում եմ դա օրենքով կարգավորված հարց պետք է լինի եւ այս բանին այդ մասով մեկնաբանություն չեմ կարող տալ Տեսեք, ուզում եմ անդրադառնանք մի շատ կարևոր խնդրի, տեսեք, պարոն Պապյան, մենք գրեթե ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, թե ինչպես է հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը բացահայտումներ անում, օրինակ հեծում կոռուպցիոն սխեմաների, խախտումների, մեքենայությունների մասին։ Ձեր կարծիքով ինչու է հեծի ղեկավարությունը գնում այս քայլին եւ եթե կան այսպիսի լուրջ խնդիրներ, կոռուպցիոն չարաշահումներ, ապա ինչու են այս բոլոր չարաշահումները օրինակ դուրս մնում ՀՑԿՀ դաշտից։ Ասեք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ի սկզբանե իր ստեղծման օրվանից ընդհանրում ստեղծել որպես կարգավորող մարմին եւ պետք է վերահսկողություն ամբողջ ընթացքում վերահսկողություն իրականացնել այդ կարևոր ոլորտում։ Հիմա ըստ էության ոնց որ թե նոր է սկսվել այդ վերահսկողության, խիստ վերահսկողության բացահայտումներ իրականացնելու, որտեղ ես ինչքանով որ հիշում եմ նախկին տարիների ընթացքում ինչ որ լուրջ բացահայտումների մասին, որովհետեւ տեղեկատվությունը ամեն դեպքում չեն եղել, չեն ամեն դեպքում չեն եղել։ Միգուցե ինչ որ տեղեկատվություն ավելի շատ հասանելի է դարել, քանի որ ժամանակավոր կառավարիչ եւ որոշակի հասանելիություն կա, բայց այն երևույթները, այդ չարաշահումները, ենթադրյալ չարաշահումները, որոնց մասին նշվում են, դրանք կարծում եմ, որ թեկուզ հենց միջազգային այդ վեճի ընթացքում պետության կողմից բնականաբար կներկայացվեն եւ օգտագործվել են եւ դա կարող է պետության դիրքերը որոշակիորեն ուժեղացնել էական, եթե էական չարաշահումների էական նմանատիպ բաներ գոյություն ունեն, դա արդեն վեճի ընթացքում կդառնա լրջագույն խնդիրներ կառաջացնի մյուս կողմի համար, ամեն դեպքում դրանք կարող են շատ էական լինել։ Տեսեք, հետաքրքիր է օրինակ, պարոն Պապյան, ինչ եք կարծում։ Ի վերջո, այս չարաշահումները, խախտումները, որոնց մասին խոսվում է, բարձրաձայնվում է,
ազդում են էլեկտրաէներգիայի սակագնի վրա, թե ոչ։ Ցանկացած գործողություն իհարկե բնականաբար ազդում են։ Ցանկացած գնում կարծում եմ, որ ներառվում է սակագնի մեջ, ցանկացած ձեռքբերում ներառվում է սակագնի մեջ եւ բնականաբար դրանք պետք է հասնեն։ Եվ ըստ էության փաստորեն միջազգային արդեն ատյաններում, վեճի շրջանակներում Հայաստանը կառավարությունը հոգուտ իրեն կարող է այս դրվագները, բացահայտումները օգտագործել, ինչպես նշում եք։ Միանշանակ կարող է չեմ կարող ասել ինչքանով են դրանք հիմնավորված, ինչքանով են դրանք փաստաթղթավորված եւ այլն, եթե նման երևույթներ կան եւ դրանք ճշգրիտ հիմնավորվում են, փաստաթղթավորվում են եւ ներկայացվում են որպես ապացույցներ, այդտեղ արդեն այո, Հայաստանի դիրքերը կարող են էականորեն ուժեղանալ վեճի քննարկման ընթացքում եւ դա կլինի բավականին այսպես ասած ուժեղ մահակ պետության ձեռքին այդ արբիտրաժային վեճի ընթացքում։ Տեսեք, Բաբկեն Թունյանը, տնտեսական ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն է այսօր անդրադարձել Կարապետյանների կողմից այս սակագնային հայցին, ինչ է պարզվում։ Պարոն Պապյան, պարզվում է հեծի առաջարկած սակագնի հաշվարկի վերանայումը, որի մասին այդպես անպագորգոր հայտարարում են մեր ձևով շարժման առաջնորդները, ենթադրում է հոսանքի սակագնի նվազեցում օգոստոսի 1-ից ընդամենը 0.2 դրամով 1 կիլովատ ժամի համար 20 լումայով։ Սա ծիծաղելի ցուցանիշ չէ եւ ակնհայտ չի դառնում, որ ավելի շատ քաղաքական նպատակ ունի, քան օրինակ սակագնի վրա ազդելու ուրեմն ենթադրյալ ցանկություն կամ Սակագնի վրա էական ազդեցություն ունենալու սակագինը կառավարելու համար պետք է իրականացվի էֆեկտիվ կառավարություն։ Այն ծախսերը, որոնք ավելնորդ են, ավել են եւ որոնք չպետք է իրականացվեն եւ որոնք ազդում են սակագնի վրա, դրանք չպետք է իրականացվեն։ Պետք է կիրառել նոր տեխնոլոգիաներ, պետք է կիրառել նոր հնարավորություններ, որպեսզի այդ կառույցը ավելի էֆեկտիվ աշխատի եւ այդ էֆեկտիվ աշխատանքի արդյունքում նոր կարելի է ունենալ այդ թեկուզ նվազեցված կամ թեկուզ ինչ որ օպտիմալ սակագին։ Ամեն դեպքում եթե կան չարաշահումներ, այդ չարաշահումները կարծում եմ ավելի շատ են ասում, քան այդ 20 լուման սակագնի վրա կարող են ավելի շատ ազդել, քան այդ 20 լուման։ Ամեն դեպքում հայտարարություններ են, որևէ բաց տեղեկատվություն չի ներկայացվում եւ որևէ հստակ բան չեն կարող ասել, բայց ամեն դեպքում ցանկացած գնում, ցանկացած գործընթաց ձեռքբերում ամեն ինչ ազդում է բնականաբար սակագնի վրա։ Եթե սակագնի վրա պետք է հասկանալ արդյոք դրանք էֆեկտիվ են կամ անհրաժեշտ են կամ չգիտեմ կամ պետք է ավելի շատ գումար ծախսել, բայց հետագայում ավելի լավ արդյունք ստանալու, ավելի էֆեկտիվ աշխատանք ստանալու համար ամեն դեպքում կարծում եմ, որ սակագնի վրա ազդելու համար պետք է իրականացվի էֆեկտիվ կառավարում եւ բոլոր այդ ավելնորդ գնումները կամ ցանկացած բան պետք է բացառվի, որովհետեւ այստեղ արդեն գործ ունենք հանրային ծառայության, հանրային ոլորտի հետ, ասում եմ ամբողջ բնակչության վրա։ Պարոն Պապյան, տեսեք, պարբերաբար Սամվել Կարապետյանի աջակիցները, կողմնակիցները պնդում են, որ իրենք արբիտրաժում հաղթանակ են ունենալու, մանավանդ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո։ Հետաքրքիր է ինչպիսի շանսեր ունեն նրանք հաղթելու։ Մենք միասին հնարավորություն ունեցել ենք այս թեման արծարծելու եւ դուք էլ նշել եք, որ սա շատ երկարատև գործընթաց է, մենք ոչ 1 տարվա, ոչ էլ 2 տարվա հետ գործ ունենք, շատ հնարավոր է նույնիսկ այս կառավարության օրոք չունենանք վերջնարդյունք, բայց այնուամենայնիվ ձեր գնահատմամբ որքանով է իրատեսական նրանց պնդումներն այս փուլում։ Տեսեք, այդ վեճի այդ սպეციფიկ տեսակ ինքը բավականին անկանխատեսել է, ես որպես մասնագետ, որ երկար տարիներ այդ թեման ուսումնասիրել եմ, նաև որոշակի աշխատանքներ եմ իրականացրել այդ մասով, իմ պատկերացմամբ շատ հստակ կարծիք ասել, որ ինչ որ կողմը հաղթել է մի քիչ շտապողականություն է, որովհետև այնտեղ կա անկախատեսելիության բավական մեծ էլեմենտներ։ Իրադարձությունները, առաջինը իրադարձությունները մոտակա մի քանի ամիսներում
ոնց է զարգանալու, ինչեր են բացահայտվելու եւ ինչ իրադարձություններ ընդհանրապես տեղի ունենալու։ Երկրորդը հենց բուն վերջին ընթացքում այդտեղ ընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքներն, այդ միջազգային պայմանագրում ամրագրված դույթ են, որոնք տարբեր օրինակ արբիտրաժային դատարանների կողմից մեկնաբանվում են տարբեր կերպ կամ նույնիսկ դեպքեր կան, որ այսպես ասած նույն փաստական հանգամանքներով, նույն նման իրավիճակներ, տարբեր արբիտրաժային դատարաններ կայացնում են տարբեր որոշումներ եւ դեռ պնդել, որ միաժամանակ մենք հաղթելու ենք, դա ըստ մեկ քաղաքական հայտարարություն է եւ ոչ թե իրավական եւ բնականաբար քաղաքական հայտարարության մասով որևէ բան չեմ կարող ասել, բայց իրավական տեսանկյունից միջազգային իրավական տեսանկյունից նման անկանխատեսելի համակարգում տեղի ունեցող վեճերի մասով հստակ երաշխիք տալ, որ այս գործը այսպես է ավարտվելու կամ այնպես է ավարտվելու, դա ճիշտ չէ եւ կարծում եմ, որ նույնիսկ պրոֆեսիոնալ չի, եթե նման անանում է միջազգային իրավաբանը։ Այդտեղ անկանխատեսելի իրավիճակ է, կախված է հազարավոր ֆակտորներից, կախված է առաջիկայում հնարավոր տեղի ունեցող իրադարձություններից եւ նմանատիպ բաներից։ Իհարկե, եթե պետությունն անում է որոշակի, այսպես ասած, հայտարարություններ, որոնք տվյալ դեպքում մենք դրա մասին նախկին հաղորդումների ընթացքում խոսել ենք եւ ես նշել եմ, որ հայտարարությունների մեջ պետք է որոշակի զգուշավորություն ցուցաբերել, եթե նույնիսկ պետությունը որոշակի հայտարարություններ արել, որը ինչ որ անուղղակիորեն կարող է առավելություններ տան կամ կարող է մյուս կողմը դրանից օգտվել, դա չի նշանակում, որ վեճը ավարտվելու այս կամ այն կերպ, որովհետև առջևում մենք կարծում եմ, որ տեսնել ենք ինչ-որ այլ զարգացումներ, էական, ոչ էական, որոնք ազդեցություն են ունենալու դրա վրա եւ կանխատեսել, որ մենք հաղթել ենք, իհարկե քաղաքական հայտարարությունը եւ ոչ իրավական։ Առջևում զարգացումներ ենք տեսելու, նկատի ունեք հենց այն բացահայտումները, որոնց ժամանակավոր կառավարիչն է անդրադառնում։ Այո, նաեւ դրանց։ Եթե ամփոփենք ըստ էության այս բոլոր գործընթացները ավելի քաղաքական ենթատեքստ ունեն, քան իրավական։ Այն ձևաչափը, որ գնում է այս բանավեճը, թեկուզ հեռակա բանավեճը, ինձ զգացողություն է, որ այն որոշակի կարելի ասել բաժանել 50 տարբերակով, համ քաղաքական է, համ իրավական։ Կարծում եմ, այստեղ պետք է լիներ բացառապես պետության դիրքորոշումը, ես որպես հարկատու անհանգստություն ունեմ հենց պետության մասով եւ այստեղ պետության դիրքորոշումը պետք է ամբողջապես տարվեր իրավական դաշտ, դա լիներ իրավական դաշտ, օրինակ իրավական դաշտում ցանկացած հայտարարություններին կամ հակառակ կողմի, այսպես ասած, գործողություններին, ես կարծում եմ, որ ճիշտ արձագանքը պետության կողմից պետք է լիներ այն, որ սա իրավական վեճ եւ մեկնաբանություն ունակի համար չենք տրամադրում կամ եթե կա իրավիճակ, որտեղ հնարավոր չէ մեկնաբանություն տրամադրել, այդ մեկնաբանությունը տրամադրել բացառապես իրավական դաշտում եւ ոչ քաղաքական։ Ինչքան քաղաքական էլեմենտը այդ հայտարարությունների մեջ ավելանա, այնքան վնաս է հարկատուներին տեսակետն եւ համոզմունքն է։ Շնորհակալ եմ, պարոն Պապյան։ Առաջինի տաղավարում զրուցում էի միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ միջազգային տնտեսական իրավաբան Արայիկ Պապյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։